Սիրելիներ, նախորդ անգամ համեմատեցինք Դավիթի փառությունը Մեմփիփոստեի հանդեպ Աստծո փառության եւ ողորմության հետ Քրիստոսի միջոցով։ Նաեւ տեսանք, ինչպես Դավիթ վրեժ լուծեց ամոնացիներեն իր ծառաները անարգելուն համար։ Այսօր եկեք անցնենք երկրորդ թագավորաց 11-րդ գլխուն եւ տեսնենք դասեր Դավիթի մեծ մեղքեն։ Դավիթ մնաց Երուսաղեմի մեջ եւ Հովափը ղրգեց պատերազմելու Ամոնի որդիներուն թեմ։ Դավիթ այսպես չէր։ Գարձիկովս պատճառը այն էր, որ Դավիթ իր բադադը շինելեն ետք զայն շատ ավելի հանգստավետ տեսավ ոտողոմի քարայրեն։ Երկուքեն 4 համարներու մեջ կտեսնենք Դավիթ կբդդեր բադադին դանիքին վրա, տեսավ քեղեցիկ գիմը, որ գլվածվեր իր դանիքին վրա իրեն մոտ։ Դավիթ հարցուց այս կնոջ մասին եւ գիտավ, որ իր զինվորներեն մեկուն Քեդացի Ուրիայի գինն է։ Բայց Դավիթ նկատի չարավ այդ մեկը։ Ան գանչել դվավ գինը, անոր հետ բարգեցավ եւ գինը հղացավ։ Հիմա Դավիթ մեծ հարցի մեջ էր։ Ինչ պետք է ըներ այսպիսի բարակայի մեջ։ Անոր ամուսինը հզոր մարդ մներ եւ Դավիթի հետևորդներեն մեկն էր։ 8-րդ համարի մեջ Դավիթ կգանչե Ուրիային մարդի տաշտեն եւ գսե անոր. «Դունդ իջիր ու ոտքերդ լվա»։ Դավիթ իր գարելին գներ ինքզինք ազատելու որևէ հանցանք է։ Իսկ 9-րդ համարը գսե. բայց Ուրիա բադադին թուրը բարգեցավ։ Այս մեկը իրապես զարմացուց Դավիթին, քանի փաստեց Ուրիայի հավատարմությունը։ Նաև բացահայտեց, որ պատերազմի ժամանակ այս մարդը դուն պիտի չէր տա։ Այդ մեկը հանդիմանություն մներ Դավիթին, որ այդ ժամանակ անգվայել էր իր բադադի շքեղությունը։ Իմիջայլոց Ուրիան հզոր մարդ մներ, ան նաև հավատարիմ էր Դավիթին եւ այս մեկը ավելի մեծուց Դավիթին մեղքը։ Ուրիա 11-րդ համարի մեջ ըսավ Դավիթին. «Ես պիտի չէր թամդուն, բարգելու իմ գնոջս հետ»։ Գտեսնենք 14-ին 15 համարներում մեջ Դավիթ նամակ գրեց Հովափին եւ ղրգեց զայն Ուրիայի ցերկով։ Նամակին մեջ գրեց. «Ուրիան խիստ սաստիկ պատերազմի մեջ դրեք ու դուք ետ քաշվեցեք, որբեսի զարնվի ու մեռնի»։ Այս մեկը Դավիթին մեղքին ամենածանր մասն է։ Շատ ավելի քեշ, քան շնությունը։ Ան կծրագրե Ուրիանը սպաննել եւ իսկապես ան կսպաննե զինք։ Իսկ Դավիթ գրգին մեղք կգործե։ 11-րդ գլխում 26-27 համարներում մեջ կսե. Ուրիային գինը իր էրգանը մեռնիլը լսելով իր էրգանը համար սուկ ըրավ։ Երբ սուկը անցավ, Դավիթ մարդ ղրգեց ու զանիգա իր դունը արավ, եւ անիգա անոր գինը եղավ ու անոր որդիմը ծնավ։ Բայց Դավիթին այս ըրած բանը դերոջը աչքերուն քեշ երևցավ։ Սակայն Դավիթ սիրելիներ անբադիժ չմնաց, եւ այդ պահեն սկսյալ Դավիթ շատ հարցեր ունեցավ, մինչեւ հիմա ան հաղթություններ ցեր կծկեր։ Սակայն հիմա գվնե սկսյալ, մինչեւ իր մահվան օրը դժվարությունները անբագաս պիտի ելան։ Սիրելիներ, նույն է բարական նաև այսօր։ Մեղքի բադիժեն չես կրնար խուսափիլ։ Այդ բանը քեշ երևցավ դերոջ համար։ Եվ երբ որևէ բան նեղություն պատճառ է դերոջ, անփամը պիտի ինե ադոր նկատմամբ։ Թեև այդ բահուն Դավիթ կգարձեր, որ ազատեցավ բադիժեն, սակայն պիտի տեսնենք, թե Աստված ինչ պիտի ինե հաջորդ գլխում մեջ։ Սիրելիներ, ինչ է գարձիկնիդ Աստծո մեզի տված ազատության մասին մեր անձնական ընտրությունները կատարելու։ Անշուշտ նկատի ունենալով, որ մենք բարդավոր ենք գրել մեր կատարած ընտրություններուն հետևանքները։ Մտածեցեք անոր մասին։